Ողջույն սիրելիներս, հուսով եմ լավ եք։ Սկսում ենք նոր վլոգ ու հենց Կիրակի օրվանից առավոտ շուտ արթնացել եմ, պեչենիկներ եմ պատրաստում, պիցայի խմոր եմ արել, խնձորս չեմ մոռանում, վիտամիններով հարստացնել, չենք մոռանում մեզ։ Այստեղ էլ խմորի մի մասի վրա ավելացնում եմ կոկոսի քերուկ եւ նուշ, վրան էլ կքսեմ ձվի դեղնուց, որպեսզի երկու տեսակ ունենանք՝ մի հատ կոկոսի քերուկով, մի հատ էլ սովորական մեր մանկության ամենահամեղ շաքարավազով թխված կապլիթները, ահա տեսեք, չեմ սիրում, որ շատ կարմրում է, այդ արդեն գիտեք, կարևորը լավ եփված է երկու կողմից, շատ փխրուն, շատ համեղ, իսկական այն, որ մեր մանկության հոտն է գալիս, ահա տեսեք, մեջն էլ կարևորը լավ եփված է։ Հիմա պիցան էլ կպատրաստեմ նաև այն համեղ հացից, որն արդեն մեր խոհանոցի անբաժան մասն է դարձել, կվերցնեմ թխված կաբլիթները, հացը, պիցա եւ կգնանք դեկորստուն, համ կնախաճաշենք, համ էլ հետո արդեն սուրճ կխմենք։ Վերջ ամեն ինչ պատրաստ է, սպասում եմ վերջի պիցան էլ պատրաստվի, տեղավորենք ամանի մեջ ու դուրս գանք։ Մի հատ էլ այսպես բարի լույս ասեմ, բարի լույս սիրելիներս, վերցրեցինք բարի լույս ու դուրս եկանք, գնանք, բայց այս անգամ հաստատ շուտ ենք գալու, ամեն անգամ ասում եմ շուտ ենք գալու, բայց չի ստացվում, այս անգամ չէ, շուտ ենք գալու, որ շորերը դնեմ վաղվա համա, այսինքն ամուսնուս աշխատանքային համազգեստը, իմ համազգեստները պետք է հարթուկեմ ու դեռ ահագին գործեր ունեմ չվերջացրած, գնանք մի հատ սուրճ կխմենք, երևի մի 2 ժամ ու դուրս կգանք, որ հասցնեմ Կիրակնորյա վերջին գործերն էլ անել, համ էլ Զոյկան մի հատ գրավորը չի գրել, չէ՞։ Մի հատ ունի գրելու, ալ դու չունես, չէ՞։ Երկու հատ է, մի հատը ու մի հատի մի քիչը։ Այդպես սիրելիներս, գնացինք։ Ահա, արդեն հասնում ենք, գնանք, երևի թե էլ չեմ նկարի, որովհետև համ մարդկոցս է նստում, համ էլ գիտեք, երբ միասին ենք, սիրում եմ, երբ որ հանգիստ ժամանակ ենք անցկացնում, այստեղ արդեն հաջորդ առավոտն է ու 3 երբ ենք վերադարձել, լոգանքից հետո մի փոքր չորացրել եմ մազերս ու հիմա առավոտ է, գործի պետք է գնամ ու ցույց եմ տալիս, էլի եմ ասում ձեր խնդրանքով, թե չէ ես այնքան էլ չեմ սիրում նման տեսանյութերը, ահա ուղղակի սովորական մի հատ էլ չորացնում եմ, այսպես հարթացնում եմ այն մազերը, որպեսզի ավելի ենթարկվեն, միանգամից հարթուկով չեմ հարթուկում, 3 երբ որ լոգանք եմ ընդունել, լոգանքից հետո հեսավերջում ցույց կտամ, մի փոքր այդ խնամքն եմ արել, մի քիչ ինքը բալզամի նման ինչ-որ մի բան է, որ արդեն քսում ես եւ խոնավ մազերին եւ նաեւ ջերմապաշտպան այդ սպրեյն եմ մի փոքր արել, իսկ այսօր արդեն էլ ոչ մի բան չեմ անում, տեսեք, Dyson-ի այս գլխիկից հետո կարող ես ինքը մի քիչ երկար կարող է տևի, բայց հենց այդպես էլ թողնել, բայց քանի որ իմ մազերը շատ շուտ բացվում են, բայց շատ շուտ էլ ջարդվում են, անպայման վերջում մի հատ այսպես հարթուկով անցնում եմ, այս հարթուկն էլ եմ ցույց տվել, գիտեք ինքը Remington ֆիրմայի հենց այս վարդագույնոտ մի փոքր այդ տեսակն է, շատ լավն է ինքը, չի վառում մազերը ու արդեն երկար տարիներ օգտագործում ենք ու շատ գոհ ենք, ահա այսպես ուղղակի մի փոքր վրայով անցնում եմ ու վերջ։ Ահա սիրելիներս, խոսքս հենց սրանց մասին է, ջերմակայուն սպրեյը եւ մի փոքր բալզամ խոնավ մազերին քսելու համար։ Բարի լույս սիրելիներս, վերջ, ինչպես տեսակ, ընդամենը 5 րոպե է տևում այդ գործողությունը, երեկոյան լվացել էի, ուղղակի չորացրել էի մազերս, էլի մի 2-3 րոպե ու վերջ։ Այդքան որ հարցնում եք, դրա համար եմ ասում, ոնց ես անում, որ միշտ մազերդ ուղիղ է, կարճա ենթարկվող է, շուտ է, ճիշտ է, շուտ է ջարդվում, բայց դե ենթարկվող է ու շուտ էլ հարդարվում է, գույնը այս անգամ շատ սիրուն է եղել, շատ է դուրս գալիս, սիրելիներս, մի խոսքով գնում ենք աշխատանքի 2 շաբթի է, նոր աշխատանքային շաբաթ, բոլորիս մաղթում եմ հաճելի նոր ձեռքբերումներով լի աշխատանքային շաբաթ, առանց խոչընդոտների, առանց հետ նահանջի,
Մի խոսքով գնացինք։ Բարի լույս սիրելիներս, այսօր արդեն 5 շաբթի է ու ես գնում եմ աշխատանքի ցուրտ է, բայց տեսեք ինչ լավ արև է։ Գնացինք։ Սիրելիներս, վերջևս մեկ աշխատանքային շաբաթ մոտեցավ իր ավարտին։ Այս շաբաթ կիրակին, քանի որ եղանակներն ավելի տաք են, կաշխատենք դրսում մի փոքր աշխատանքներ անցկացնել, բայց քանի որ վաղը մարտի 22-ն է ու բինգոյի տարեդարձն է, 1 տարեկան է դառնում մեր ընտանիքի փոքրիկ անդամը Շունիկը, տեսնենք դեռ Վիտոն գործից գա, տեսնեմ գնանք, ոչ մի բան չեմ գնե, ոչ մի բան չեմ պատրաստվել, տեսնենք ոնց ենք անցկացնում, ինչ ենք անում, այդպես ձեզ էլ մասնակից կդարձնեմ։ Մինչ ես տեսանիք է նկարի, ավտոբուսն է կա, որը գալիս են հեռվից ձերքանը։ Ոնց է վազում։ Եկատուն ու քանի չեմ փոխվել, բինգոյին տանենք զբոսանքի։ Նոր գնամ մի հատ տեսեք, այս գործի մասին է խոսքս, կակաչներս ամբողջը ծլել է արդեն, պետք է մաքրենք, տեղ ազատենք իրենց համար, սեպի սիրում եմ։ Բինգոյին բերեցի տուն և երեկվա պատրաստված տաք կոլոլակով ճաշն եմ ուտում Էլենիս թխած հացով, ձիթապտղով, կանաչ ձիթապտղով և ամբողջական հացահատկի ալյուրով, շատ համեղ է, ես էլ շատ սոված։ Սիրելիներս, դե քանի որ վաղը բինգոյի տարեդարձն է ու համել շաբաթ է, հաստատ գիտեմ, որ հրուզենք էլ կգան, դրա համար ընդհանուր որոշմամբ որոշեցինք կոճղ պատրաստել։ Կոճղը ինձ մոտ միշտ լավ է ստացվում, որտեղ կոճղ սկսել եմ պատրաստել դեռևս 8 տարեկանից, սովորացրել է իմ քեռակինը, փոքր քեռուսկինը, մեր նույն հարսիկը, իր մոտ էլ իդեալական է ստացվում ու բոլորս ենք իրենից սովորել ու այդպես դարձել է մեր ընտանիքի ավանդական տորթը, միշտ անպակաս էր մեր տանից, մայրս էլ էր շատ լավ պատրաստում, մի խոսքով բոլորս պատրաստենք, դնենք սառի մինչ վաղը։ Շաբաթ առավոտ շուտ ու գնումների։ Իսկ ծաղիկներից կնդանում եմ ես։ Երրորդ խանութն ենք մտնում, չնայած գիտեք ամեն տեղից ինչ-որ մի բան ենք գնում։ Չեն խանութը կենթանիների խանութն է, Ֆրեսնաֆը, որը հատուկ կենթանիների համար է ու բինգոյի բոլոր կերերը, խնամքի պարագաները, ամեն ինչ այստեղից ենք գնում ու մի հատ տեսեք ինչեր կա հատուկ կենթանիների համար պատրաստված։ Թխվածքաբլիթներ, բրեցելներ, ամեն ինչ, որ կարող ես գնել ու երես տալ տան փոքրիկ լկստված երես առած անձնավորությանը, այդպես, հիմա մի քանի բան գնենք ու գնանք։ Բարի լույս, բարի լույս, կածնունդն է այդտեղ ատնացելիս, այդեմ կարագամ առած կոսիկնիով է, համովա պեչենիկը, ես անգամ մի քիչ մեծոտներ ենք գնել, որ մի քիչ զբաղվի, արդեն իր տարիքի էր, 1 տարեկանից սկսած։ Ու իր անկողին է, որ արդեն փոքր է իր համար, կփոխենք։ Սիրուն ուտեմ մռութ տայ տեղա։ Սիրուն են, սիրունաչար։ Հա։
Սիրուն գույները։ Գնումներս դեռ չեմ դասավորել, բայց անմիջապես անցնեմ հացի պատրաստմանը, քանի որ հիմա գիտեք Էլենես ու Անգելինաս մսեղեն չեն ուտում, այս մի հատ արագ առանձին կժարիտ է, այստեղ էլ կարտոֆիլը ու իրենք սիրում են կարտոֆիլը, այսինքն Ալենը ու Անգելինան սիրում են, երբ որ կարտոֆիլը տապակում ենք ու առատ սոխ ենք վերջում վրան լցնում տապակում, այսինքն տապակած կարտոֆիլ սոխով Զոյկան ու Էլենը չէ, այսինքն հիմա կտապակենք կարտոֆիլը, միսն առանձին, հետո կվերցնենք ու մնացածի վրա կլցնենք սոխ, սենց շատ արագ, բինգո, Ay sirun. Դե գնայինք ում հաց եմ սարքում, լավ, գնա, Զոյկայի մոտ ստեղ հաց եմ սարքում, գնա, պարկեմ ես սիրեմ քեզ, Ay սիրուն ես նայվում, շակաշներս թեքտերում ուսը լավ կդզեմ, Զոյկաս հաց է դնում, Ալենը հացի է սպասում, չէ, թված ես, հացը կերանք հավաքեցի, հիմա դրսում սուրճի ժամն է, նրանք դրսու սուրճ խմենք, ռոբոտը պտտվի, մաքուր աղակի պտտվի մի հատ, հողամասային աշխատանքների մեջ ենք, սպասի տղես, Այսպես, մի արա, սպասի հիմա չէ, ստեղ արդեն լցրեցինք, տեսեք խոտը եկե փակել է, պետք է հիմա այս կանաչը մաքրենք, այսպես սիֆով տեսնենք ու նորից լցնենք այս սպիտակ բանը, քարերը, լավ է, այդտեղ արևս, սենց թողսս լայն գա ու սենց այս վարդը շատ լավն է ինքը, բայց ուզում եմ հետագայում սենց ամբողջը վարդ դնենք, Հիմա լցնեմ մի քիչ Մինումա բան առնենք այս ներկը, որ այսպես նորից պետք է ներկվի, որովհետև մաքրեցինք ահագին կանաչը, որ ներկելուց հեշտ լինի, ուղղակի հիմա դեռ ցուրտ արինում, մի քիչ էլ տաքանա, բայց այստեղ այս վարդը մշակեցինք, այսպես անկյունով գնաց, մեկ էլ են կողմում են, մինումա լավ տաք լինի, ծաղիկներն էլ ցանենք, Ընդմիջում ենք անում, տորթը կտրենք սուրճ խմենք, որ գնամ հետո այս մյուս տան պատուհանները պետք է մաքրեմ բալկոնի, պատուհաններն էլ մի փոքր ուղղակի պետք է սրբեմ, այնպես է այնտեղ մաքուր է ու հետո տեսնենք արդեն ինչ ենք անելու։ Ոնց սիրում ես տաք եղանակը։ Հետո ինձ հանգստանում է։ Սիրելիներս, պրծանք այսօրվա համար պլանավորած գործերը, հիմա մի հատ արագ տեղ ենք գնում գործերով, հետ գանք, մինչև Սոֆին է գալիս, Սոֆին էլ հասնի ու նոր մոմ դնենք, փչենք, բինգոյի ծնունդը շնորհավորենք, երեխեքը տենց մի քիչ ուրախանան։ Լավ եղանակը, լավ տաքացավ, պրծանք ապակիներն էլ մաքրեցի, վերջ այսօր արդեն պետք է հանգստանանք, ուրիշ բան չկա էլ անելու։ Վերջ ստացվեց մեր գործարքը, կարող եք շնորհավորել։ Ուրեմն մի հատ տեսնեմ մեղուների համար այսպեսի հարմարանք է, որ մեջը մեղր ենք լցնում, դնում եք, որ մտնեք մեջը, մեղուների չէ, էլի շնաճանջերի ու այստեղ էլ յուղը մի անգամից վերցրեցին, վճարենք այստեղ ու տարուց ավելա ինչ մենք գնել ենք մեր տունը ու ամենաանհրաժեշտ բանը, որ մեզ պետք էր, դա խոտ քաղող տրակտորներ, որովհետև փոքր մեքենայով տարածքը շատ մեծ է ու շատ երկար էր տևում, ամուսինս էլ սիրում է, երբ որ միշտ հարթ է լինում, միշտ սիրուն կտրված է լինում խոտերը ու ամեն շաբաթ կիրակի օրը մի 3-4 ժամ տանջվում էր, մինչև այդ ամենը հարթացնում, սիրուն գեղեցիկ կտրում էր ու այսօր այդ օրն է, երբ մենք գնեցինք մեզ համար վերջապես խոտ
հոտ քաղող տրակտոր։ Սիրելիներս հասանք տուն ու որոշել եմ կարկանդակներ թխել կարտոֆիլով ու մսով, այստեղ միսնա եկել եմ այս միս խոհանոց, որ այսօր դերը այստեղ լինի այս ուրսի խոհանոցում։ Ուրեմն այստեղ ավելացրել եմ ջուր ու դրոշ, քանի որ հարցրել էր իմ շատ սիրելի հետևորդուներից մեկը, ինչ դրոշ եմ օգտագործում եմ հիմնականում չոր խմորիչ ու կարևոր չի թե որ ֆիրման է։ Օրինակ այս անգամ նոշպառից եմ գնումներ արել ալյուրներ, խմորիչն էլ այս ֆիրման եմ վերցրել, կարևոր չի, միշտ լավ է ստացվում, չգիտեմ։ Տարբեր տեսակները փորձել եմ, բայց իմ համար չորն ամենալավն է։ Հիմա ջուրը ավելացնեմ, ալյուրը, աղը ու սկսեմ հնցել։ Վերջում էլ մի փոքր ձիթայուղ, վերջ։ Նվերները պատրաստեցինք, հիմա այստեղ ուզում եմ հանեմ այս շուրտամ այս ամանի մեջ։ Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday, liebe Bingo. Happy birthday to you. Չթողեց որ կապենք իր Ռոգոուտու կապը։ Շնորհավոր Բինգո։ Հե Բինգո։ Քո տորտն ես ուտում։ Բանվերները։ Բանվերները։ Ասոտի պրսինար։ Բրավո Բինգո։ Հիմա նվերները։ Արած նվերը։ Այս իմ կողմից է։ Բինգո, քո առաջին նվերը։ Առաջինը։ Բինգո։ 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 Այդ իրակերն է, հանի ցույց տուր, համ պտտի, որ տեսնեմ, որտեղ մարդիկ հարցնում են, թե ինչ կեր ենք տալիս Բինգոյին, պտտի մի հատ, որ ես տեսնեմ, ահա, դե դիրետենկո, Էլի նվերներ կա։ են մի փոքրիկն էլ բեր, չես ուզում դու տասին մեկնել, նած ինքը իրա ուտելիքով է զբաղված։ Տոմ ես արջին Բայց նենց արա չուտի, այստեղ իրա բեր ես նկարեմ, այստեղ իր այս համովություններն է, որ հարցնում եք, էլի դրա համար եմ ցույց մանրամասն ցույց տալիս, այս երբ որ ինքը լավ բան է անում, իրեն պարգևատրում ենք, հենց ինքը բաներ է, մսից էլի պատրաստած, այս պեչենիկներ է, ու իր, այդ տենց է ճիշտը, արի Բինգո, արի, նայ, Ոստեր կարասս գնա տեղերդ, գնա պարկի, գնա ձեր, արի, այ, եթերի պարկի, հե Բինգո, լավ ես, Լավ է Բինգո, Es anca Քեմ երիմ է խաղալիքը վերցրեց պարկեց, լավ է։ Ուրեմն այս կողմում սոխով խոճողակն է, այս կողմում առանց սոխինը, սա մսովը, դե իսկ էստեղ էլ խմորն արդեն։ Հիմա մի հատ հետ հունցեմ, մի հատ սուրճ կխմենք, մինչև մերոնք էլ կհասնեն, որ թարմ պատրաստենք ու ուտենք տակ-տակ։ Վերջ փակեմ մի փոքր էլ կհանգստանա, մինչև պատրաստեմ սուրճը, խմենք։ Լավ ես, հա, կարաչքդ միջաչիլ է։ Այն ուտելիքը շատ էր ինքը որ կերավ, այդքանը մի անգամից իր համար շատ էր, դրա համար այսօր առավոտից ուտելիք չենք էլ տվել իրեն, մենակ առավոտ մի փոքր չոր կերեր կերել ու հիմա դրա համար միայն ջուրն է այստեղ, որտեղ այն արդեն շատ էր։ Չա, խիլուկ, դուրդ եկավ, հավանեցի խաղալիքը, հա։ Այսպես։ Կարող եմ սկսել արդեն։ Վերջ սա էլ դատարկեցի։ Սկսենք։
Սիրելիներս, տարածքս պատրաստ է, ես էլ եմ պատրաստ, ձիթայուղն էլ եմ դրել, թող մարման տաքանա։ Քիչ է, հիմա մի փոքր էլ կավելացնեմ։ Վերցնում եմ ավելի փոքր տարա, որովհետև այս ձեթը հետո էլ չեմ օգտագործում, բնական է, դրա համար ավելի փոքր տարա եմ վերցնում, որ փոքր լինի, կարողանամ շատ լցնել։ Այս կողմում էլ արդեն պատրաստել եմ սինին, ցանցը վրան, չնայած որ ձեթ այնպեսա չի քաշում իր մեջ, բայց ամեն դեպքում այսպես հիմա գնդիկները կանենք ու կսկսենք մի կողմից կանեմ, մի կողմից կթխեմ, այնպեսա սովորեմ մենակ, երկրորդ մարդու օգնության կարիք չունեմ, եթե պետք լինի, անգելս այստեղ է ինձ կօգնի։ Քանդավա որ տոք եղանակա պատուհանները բաց։ Սոֆս դու սոխով սիրում ես, չէ՞։ Սոխով սիրում ես, չէ՞։ Պերաշկին։ Okay, լավ, երկուսից էլ կանեմ, բա մսով, փակեց դուռը, ծոյ կաներ։ Okay։ Միսն էլ եմ առանց սոխ արել, որ շնաց ամուսինս կարտոֆիլով է սիրում կարկանդակները, բայց դե ամեն դեպքում ու արդեն հենց մի կողմից արել եմ, այս մի կողմից արդեն բացում եմ։ Որպեսզի չխառնեմ, սկզբի մի քանի հատը, 5 հատ է, այսինքն առաջի 5 հատը կանեմ սոխովը, հետո ու մի հատ լավ մեծ գդալ վերցնում եմ, դնում եմ Այնպես եմ անում, այնքան որ կարողանանք փակել, ու լավ առատ լինի կարտոֆիլը, խմորը սիրում են, որ շատ բարակ է լինում խմորը ու հիմնականում կարտոֆիլը շատ։ Ու այսպես, տեսեք, վերցնում ենք, երևում է, չէ՞, այսենց, արդեն մեջտեղից եմ հիմնականում սկսում, հետո աջ, հետո ձախ, լավ փակում եմ ու հարթացնում, ու հետո պտտում մյուս կողմ։ Շատ չեմ հիմա տպտպացնում, հենց գցելու ժամանակ մի հատ էլ լավ բացում եմ ու արդեն գցում ենք ձեթի մեջ։ Ու շատ մեծ էլ չեմ սիրում, որովհետև նախ որ բարակ եմ անում, ցից հետո ծալվում է, ու հետո որ բազմազան, ասենք կարտոֆիլով, մսով, այնպես է մի հատ մեծը դե երեխաներ են լինում, որ չեն ուտում ամբողջությամբ, կիսում են, թողնում են, ավելի լավ է, փոքրիկ լինի, որ մի քանի հատ կարողանաս ուտել։ Աչքդ ոչ մեկի մեջ չմնա, էլի։ Արդեն լավ նստել է խմորը, լավ 10 հատ անենք սոխովը, առաջի 10 հատ ամբողջությամբ սոխով անենք, հետո այն մյուսները չափերով ավելի փոքր կանեմ, կամ ավելի մեծ, ավելի մեծ երևի չի տեղավորվի, ավելի փոքր, որ տարբերակ չլինի խառնելու, չնայած որ հոտից էլ զգացվում է, սոխը բավականին շատ եմ արել ու ամուսնուս համար ինքը հենց հոտից էլ զգում է, այդ սոխ կա մեջը, թե չկա։ Դեռ լավ չի դաղվել։ Ձեթը լավ չի տաքացել, բայց ոչինչ, արդեն մեջն է այս առաջինը։ Կարող եմ դնել։
այդպես սիրելիներս, որպեսզի ես ձեզ շատ չձանձրացնեմ։ Հիմա արագ կպատրաստեմ կադրերը կտեղադրեմ տեսակ բինգոյի ծնունդը, այդպես շատ արագի մեջ երեխաների հետ դե այնպեսա, որ ինքը բան չի հասկանում, բայց դե մենք ենք հասկանում, դարձավ 1 տարեկան մեր փոքրիկը ու մենք ես բազմիցս նշել եմ, միգուցե շատ-շատերը չեն հասկանում այն մարդիկ, ովքեր կենդանասեր չեն, կենդանի չունեն, չեն էլ պահել երբևէ, չեն էլ հասկանում, շատ-շատերն էլ շատ adekvat միշտ պատասխանում ու գրում են, հարցեր են տալիս, հետաքրքրվում են, որ իրենք էլ ունեն նույն շունիկից, որ պարագաները ցույց տամ, ուտելիքը ցույց տամ ու գիտեք, բինգոյի հետ դժվար ճանապարհ ենք անցել, վիրահատություններ, մեծ գումարներ, մեծ ծախսեր, ինչի եմ սա նշում, որովհետև որ հասկանաք ինչքան կարևոր է ինքը մեր համար, ինչքան թանկ է ինքը մեզ համար ու մեր տան անդամն է ու ինչ էի ասում, հա որ բազմիցս եմ նշել, կենդանիները, կենդանի պահելուց պետք է շատ լավ մտածես, ու մենք շատ երկար ենք մտածել այդ մասին, ովքեր նոր են միացել, ասեմ, որ միշտ ենք ուզեցել կենդանի ունենալ տանը, բայց քանի որ միշտ բնակարանում ենք ապրել, ասել եմ չէ, ու Ալենս ինչ սկսել է խոսել, միշտ ասում էր ես շունիկ եմ ուզում, հետո Զոյկան կատու, ասացի որ չէ, ես կատու տան մեջ կատու չեմ սիրում, կատվի թեման փակեցինք, բայց շունիկին էր համաձայն Զոյկան, բայց Ալենիս ասել էի, որ երբ որ կունենանք մեր մեծ տունը Հայաթով, Բակով, այն ժամանակ կունենանք մեր շնիկը, ու երբ տեղափոխվեցինք այստեղ, դե ձմեռ էր, հետո արդեն անցավ Ալենը, մենք արդեն ունենք մեր տունը, ինչ եք մտածում, բայց մենք արդեն իսկ մտածել էինք այդ մասին, ուղղակի սպասում ենք, որ բինգոն ծնվել էր, սպասում ենք, որ մեծանար, որ նոր բերենք, դե պետքա գոնե 6 շաբաթականը պետքա լրանար, չնայած մենք այդքան չհամբերեցինք, 4 էր որ բերեցինք, 4-ը լրացել էր 5 էր լինում ու ինչի հենց միանշանակ անունների պահով, այսպես բոլորին հարցնում ենք անուններ էինք առաջարկում ու հենց անունը քույրիկս առաջարկել Մարինա, ասաց բինգո դրեք, որովհետև ինքը գիտեր պատմությունը ինչի համար, այն որ սենց բինգո, որ ամեն ինչ իր հունով գնաց, մենք ունեցանք մեր տունը, մեր ու բինգոն արդեն կունենա իր անկյունը ու հենց այսպես բինգո էլի ու եղավ բինգո ու հենց բինգոն իմ կյանքում ինչի եմ ես իրեն այդքան շատ սիրում, հայտնվեց այն ժամանակ, երբ ես ավելի շատ ունեի ինչ-որ մեկի կարիքը, ճիշտ է բոլորը իմ կողքին են եղել, միշտ ամեն ինչով կողքիս են եղել, միշտ ես չեմ զգացել ինձ միայնակ, հասկանում եք ինչի նկատի ունեմ մայրիկիցս հետո, բայց բինգոն այն միակ էակն էր, որ այսպես փոքր ու ես իր մոտ չէի ուզում, բայց ես իմ շատ մտքերով, այդ զգացմունքներով, հույզերով ծանրաբեռնել ոչ ոքի, ոչ ամուսնուս, ոչ Ռուզին, ոչ երեխեքիս առավել ևս ու բինգոն այն միակն էր, ում կարող էի ես գրկել, այսպես տաքուկ սիրել, լացել, կիսվել, որովհետև այդ պահին երկուսս էլ չգիտեմ, որ փացել էինք, ես մամայիս էի կորցել բինգոն իր մամայից հեռու եկել էր մեր մոտ ու կարծես իրար շատ նման էինք այդ պահին ու մեկս մեկովս փոփվելով այդպես շատ կապվեցինք իրար հետ ու բինգոն էլ իմ հետ այնքան կապված է, որ լինում է, երբ որ պետքա մի բան ասեն, արի ստեղ, արի, ինքը չի լսում, բայց երբ որ ես եմ ասում, ինձ լսում է ու մեր կապը մի ուրիշ տեսակ է իրար հետ, շատ կապված են բինգոյի հետ ու երբեմն լինում է, որ երեխեքը խանդում են, ասում են բինգոյին ավելի շատ ես ոնց որ սիրում, քան մեզ, կամ բինգոն քեզ ամենաշատն է սիրում, մենք իրեն այդքան սիրում ենք, բայց ինքը քեզ ամենաշատն է սիրում, հա իրոք կա նման բան, մենք իրար հետ մի ուրիշ կապով ենք կապված ու մենք իրոք պատասխանատվություն ենք կրում իր առաջ, որովհետև կենդանիները զբաղեցնում են մեր կյանքի ինչ-որ մի հատված, բայց մենք իրենց ամբողջ կյանքը։ Այդպես սիրելիներս, լավ, հիմա տեսեք, ստացվեց արդեն, այստեղ հանել եմ, այս երկուսը, հիմա արագ թխեմ, հանեմ, հետո կրկին կմիանանք։ Շատ լավ է ստացվում։ Ուրեմն, այսպես, քանի որ երեխաներն անհամբեր են, դնենք թող ուտեն, այս սենց կարմրաթուշիկները։ Ասա թող գան Սոֆին ու Զոյկան։ Եկեք կարկանդակներ ուտելու։ Այս կողմից։ Չես երևում
Սոֆին։ Բռնեք, էսի զույր մի հատ գնա այն մյուս խոհանոցի սեղանի վրա անձեռոցիկները բեր թագուհիս գնա ու կարաս բանը հանա ժիլետը հանես կյանքս բայց ինքը միշտ որ սարքում ենք մամայով սոֆ տենց է ես ուղղակի օպարի համար եմ առանձին արել զոզո գնա բանը բեր հետևով անցի ուրեմն սիրելիներս արդեն վերջացնում ենք այս ընթացքում անջատել էի սկզբուրից հետ էի խոսում երեխեքը գերել են արդեն մի կողմից դնում էի այսքան այստեղ ունենք առանց սոխի տարբերակը այս սոխով ու մսով տարբերակն է այստեղ էլ դեռ մի 10 հատ 2-4-7 հատ ունեմ մոտավոր մի 50 հատ ստացանք երևի չէ երեխեքի կերացնել հետը թե առանցումի խոսքով այնպես է չեմ սիրում հաշվել ուղղակի որ գիտեմ ինչքանից ինչքան է դուրս գալիս արդեն մոտավոր իմ հաշվարկը արել եմ այսպես ունեմ չնայած համ միս ավելացավ համ կարտոֆիլ այսինքն եթե մսովը չանեի կարտոֆիլներ շոտ եմ լցրել որ բայց դե ոչինչ կլցնեմ վաղը մի բան կձեռնարկեմ միսը սիրում ենք այսպես որ պատրաստում եմ հենց այս ու միանգամից տոմատի մածուկներ լցնում ենք վրան ու ինքը շատ հարմար պատլիվ է փլավների համար թե հնդկաձավարի թե բրնձի թե մակարոնեղենի շատ հարմար տարբերակ է սիրում են մերոնք այդպես այսինքն դե հիմա բացի Երենից ու Անգելինայից մնացածը որ միշտ չեն ուտում հիմա կարտոֆիլներ մի բան կձեռնարկեմ մի բան կպատրաստենք տեսնենք ինչ այդպես սիրելիներս սրանք էլ հանեմ այստեղ կհավաքեմ մինչև մերոնք կհասնեն երեխեքը կերել են մենք էլ կնստենք թամ պատրաստեմ իրենք պեպսիով են երեխեքը պեպսիով են կերել մենք թան կպատրաստեմ հիմա մեր համար այսպես Սիրելիներս, մինչ ես կարկանդակներս վերջացրեցի, այդ ընթացքում տեքրենքսել էին եկել ու ամուսինս մեծ մեքենայով գնացել էին մեր նոր գնման, մեր տրակտորի հետևից, ահա, տեսեք, բերել են հիմա իջացնեն, հավաքեն, դե քանի որ ամբողջովին նոր է, սերվիզից ենք դուրս բերել, հավաքեն ու ահա, պատրաստ է։ Այդտես ինչ եմ տալի քեզ, Արի։ Այդտես քեզ ինչ եմ տալիս, Արի։ Նայ։ Գիր։ Անո գիզ։ Այն քունյավիրդ, այն։ Այդենք։ Դերը տեսիս տալիս։ Այս նոր հավուր։ Ես էլ հարսիկի նվերը լողավազան գնել բինգոյի համար։ Բերում ես, կծրունդը չի, բայց նվերում ես։ Անը էսի քեզ թեպոչկա, Спасибо. Spielen. Sophie, Sophie. Կարկանդակը կերանք, վերջացրինք ու հիմա էլ սուրճի ժամն է։ Սիրելիներս, քչերը կհիշեն երևի այս նկարը, որը հիմա տեղագտել մեր հենց տան մուտքի մոտ, սա ուղղակի ձեռքով նկարած նկար է եւ որը նկարել է Ալենս 2020 թվականին իր երազանքների տունը ու հետո երբ մենք գնեցինք մեր այս տունը, իսկ սա 2023 թվականի սեպտեմբերի 28-ն է, երբ մենք պայմանագիր ենք ստորագրել ու տունը ձեռք ենք բերել, ամուսինս ես տեքորս կինը ու տեքրս ու այնքան նմանություն կա այս երկու
տների մեջ մենք հիմա դե գիտեք արդեն ցույց եմ տվել ունենք այս ամեն ինչը տունը նույն դիրքով այստեղի պատշգամբը այստեղ նստարանը լողավազանը ունենք այս ամեն ինչը կա բակը այս խաղալիքները այստեղ ֆուտբոլի այդ ամեն ինչը այգին փոքրիկ տնակը Զոյկայի շատ նման է ամեն ինչը ու այստեղ պակասում էր միայն կարմիր մեքենան ու հիմա ունենք կարմիր տրակտոր ու կարծես հեսա նկարը ամբողջական է դառնում հետաքրքիր էր որ մեր ուզած մոդելից սև գույնը չկար ու հենց միայն կարմիրներ ու երևի դա էլ ճակատագիր էր որ պետքա հենց այստեղ այսպես կանգնի նաև կարմիր տրակտորը այսօրվա համար էսքանը մի խոսքով լավ մնացեք լավ եղեք կհանդիպենք